Բարև ձեզ։ Հեքիաթը սկսվել է այնտեղ, երբ մարդը դժվարացել է բացատրել, բայց ուզել է անպայման հասկանալ։ Հեքիաթը կամուրջ է իրականի եւ աներևույթի, կոլեկտիվ անգիտակցականի, ենթագիտակցության եւ գիտակցության միջև։ Աշխարհը փոփոխվում է, բայց հեքիաթը շարունակում է մնալ ամենահին եւ ամենաթանկ խոսքը կյանքի մասին։ 6-րդ օր հաղորդաշարի այսօրվա հյուրը հեքիաթագետ, թարգմանիչ Ալվարդ Ջիվանյանն է։ Բարև ձեզ, Տիկին Ջիվանյան։ Բարև ձեզ, Մարինա։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Սիրով։ Տիկին Ջիվանյան, ինչու են մարդիկ հեքիաթ հորինում։ Դա հաճելի ժամանցի, թե ինքնաճանաչման, սեփական վախերը հաղթահարելու փորձ է։ Ես կարծում եմ ձեր թվարկած բոլոր պատճառներով։ Հեքիաթը եւ ժամանց է, եւ զվարճալիք է, եւ միևնույն ժամանակ ինքնաճանաչման մի շատ հետաքրքիր խորքային process է, ընդ որում կախված տարիքից, իրավիճակից, ժամանակաշրջանից եւ մշակույթից դրանք այս բոլոր պատճառները կարող են եւ միաժամանակ լինել եւ որևէ մեկը ավելի առանձնացվի դրանցից, այնպես որ միանշանակ պատասխան կխուսափեի տալուց։ Իսկ ժողովրդական հեքիաթների մասին ասում են, որ հեքիաթը տվյալ ժողովրդի երազն է։ Եվ հայկական ժողովրդական հեքիաթներում կա երկու աշխարհ՝ այս աշխարհը եւ այն աշխարհը։ Եվ այդ երկու աշխարհների մեջտեղում կա սահման, որի առջև հեքիաթի հերոսը կանգնում է կյանքի խիստ ճգնաժամային իրավիճակում, մահ կամ ազատություն, մահ կամ սեր, մահ կամ ամուսնություն եւ գահ։ Եվ հերոսը ընտրողաբար պիտի անցնի կամ չանցնի այդ սահմանը։ Եվ մեր հեքիաթներում, նաև այլ ժողովուրդների հեքիաթներում այդ անցումային սահմանը խորհրդանշում են անտառը, ծովը, ջրհորը եւ նույնիսկ ծառի միջուկը, որի միջով անցնելիս հայտնվում են հրաշքների աշխարհում։ Ինչու է հենց անտառը, ծառը, ծովը եւ ջրհորը խորհրդանշում այդ անցումային սահմանը եւ հնարավոր է մեկնաբանել, որ այդ անցումային սահմանը հենց մարդու ներքին սահմանների հաղթահարման մասին է, վախերից կամ այլ կապանքներից ազատագրվելու միջոց։ Ըստ էության ցանկացած հեքիաթ երազի հետ շատ լուրջ ընդհանրություն ունի։ Այո, այդպես է եւ դրա վկայությունն են բազմաթիվ շատ հետաքրքիր եւ ինքնատիպ հոգեվեր լուծաբանական մեկնությունները, սկսած Սիգմունդ Ֆրոյդի աշխատություններից նա հետաքրքրված էր հեքիաթում եւ իհարկե ավելի լրջորեն այս թեմայով զբաղվել է Յունգյան դպրոցը, անալիտիկ վերլուծության, երկուսն էլ ունեին բուն հեքիաթով զբաղվող իրենց աշակերտները։ Ֆրոյդի աշակերտը Բրունո Բեթելհայմն էր, որ մենագրություն ունի հեքիաթների մասին, եւ Յունգը ունի մի ամբողջ դպրոց հեքիաթագետ հոգեվերլուծաբանների Մարի Լուիս ֆոն Ֆրանց, Պինկոլա Էստես, որոնք հենց այդ մասին են խոսում եւ վերլուծում են հեքիաթները ելնելով իրենց հոգեվերլուծաբանի մոտեցումից եւ վերլուծում են երազները ունենալով միջազգային հեքիաթանյութի շատ լուրջ պաշար։ Այո, այս երկուսը իդեպ ինչ որ տեսանկյունից երազը նույնպես կարելի է պատում անվանել։ Իրենց բնույթով շատ ընդհանուր բաներ ունեն եւ առաջինը ինֆորմացիայի տեղեկության կոդավորված լինելն է։ Այլաբերականությունը, որ երազին բնորոշ է ինտուիտիվ մակարդակում, իսկ հեքիաթին արդեն ինչ որտեղ գեղարվեստական մակարդակում։ Ինչ վերաբերում է սահմաններին, իդեպ նաեւ ես կփորձեի ազատվել հայ ժողովրդական հեքիաթից, բոլոր ժանրերից, հեքիաթը տարբեր է մի կարևոր բանով այն կարծես թե վերմշակութային է, չկա ավելի համընդհանուր ժանր, քան հեքիաթն է եւ կդժվարանա անվանել մի հեքիաթ, հայկական հեքիաթ, որի համարժեքը, որի նմանը կամ համեմատելի մի սյուժե, մի տիպաշար մենք չկարողանանք գտնել այլ մշակույթներում։ Տարբերությունը շատ անսպասելի մակարդակներում է դրսևորվում, առաջին հերթին վերնագրի մակարդակում, մենք չունենք կապույտ մորուք վերնագրով հեքիաթ, բայց մենք ունենք դրա տասնյակ համարժեք տարբերակները։ Մենք չունենք կարմիր գլխարկը վերնագրով հայ ժողովրդական հեքիաթ, բայց մենք ունենք դրա համարժեքները, օրինակ Մարդագելի հեքիաթը,
սյուժետային, կերպարային միջավայրի առումով սրանք շատ նման հեքիաթներ են եւ հայկականը, եւ գերմանականը, եւ կելտականը, եւ ռուսականը։ Սահմանների մասին ես չէ որ դա պիտի ասեմ, այո, անտառը, ջրհորը, ծովը հանդես են գալիս որպես անցումային տիրույթներ եւ դարձյալ պիտի անդրադարձ անեմ հոգեվերլուծությանը, հատկապես Յունգյան դպրոցին, որովհետեւ իհարկե անտառը թե երազում, թե հեքիաթում կարող է հանդես գալ որպես ենթագիտակցականի, ծովը որպես անգիտակցականի խորհրդաբանություն ունեցող տիրույթներ։ Իդեպ նույն կերպ կարող է երազում տեսած անտառը եւ ծովը շատ մոտ ձևով մեկնաբանվել։ Եվ սրանք շատ հետաքրքիր բաներ են, բայց իհարկե մեզ ոչ ոք չի արգելում ավելի པարզ կերպով մոտենալ այս տիրույթների, այս միջավայրերի մեկնությանը, ընկալել անտառը որպես սոսկ անտառ եւ ջրհորը որպես սոսկ ջրհոր։ Հեքիաթներում ես չեմ նշի հայկական հեքիաթներում առհասարակ ժողովրդական հեքիաթներում կան նաև քաղաքական ընտրության տեսարաններ։ Իհարկե ավելի վաղ շրջանի հեքիաթներում ընտրություն որպես այդպեսին տեղի չի ունենում, քանի որ գահը ժառանգվում է հորից որդի, երբեմն հորից դուստր կամ փեսա եւ այս դեպքում փեսան պետք է շատ քաջագործություններ գործի, որպեսզի արժանանա արքայադստերը եւ թագին։ Բայց արդեն ավելի շուտ շրջանի հեքիաթներում պատկերվում է հրապարակում հավաքված ժողովուրդ, որոնք պիտի ընտրեն առաջնորդի թագավորի։ Սակայն այդտեղ ոչ թե հենց մարդիկ են ընտրություն կատարում, այլ ընտրությունը տրված է նախախնամությանը։ Օրինակ թռչուն են բաց թողնում եւ ում ուսին նստեց, նա էլ դառնում է թագավոր։ Եվ ժողովրդական ընկալումներում իշխանությունը վերևից է, Աստծուց, երկնքից, նախախնամությունից, վերևից ներքև եւ ոչ ներքևից վերև։ Ես մի բավական մեծ շրջան բաց կթողնեմ եւ կցատկեմ արդեն 1912 թվական, երբ Հովհաննես Թումանյանը մշակեց Քաջ Նազար հեքիաթը, ձեռքի տակ ունենալով վրացական, գերմանական, ռուսական տարբերակները, որտեղ արդեն ինքնաառաջադրվում է մարդը որպես թագավոր եւ վախկոտի մեկը, որը հանգամանքների բերումով դառնում է թագավոր։ Այստեղ ակնհայտ է նաեւ ժողովրդական ծաղրն ու երգիծանքը հերոսի հանդեպ, բայց այնուամենայնիվ փաստն այն է, որ Նազարը դառնում է թագավոր։ Իսկ կան ավելի դեմոկրատիկ ընտրությունների նկարագրություններ ժողովրդական հեքիաթներում։ Ինչ տեսակ ընտրություն են երազել ժողովուրդները։ Գիտեք, շատ զգուշ կմոտենայի այս հարցին, ոչ մի դեպքում բաց չթողնելով հեքիաթի ժանրային առանձնահատկությունները։ Ըստ իս էպոսը օրինակ շատ ավելի քաղաքականացված ժանր է եւ ազգային խնդիրները, ազգային ինքնության հարցերը այստեղ ավելի են շեշտված։ Հեքիաթը շատ էլ չի հետաքրքրվում քաղաքականությամբ, բայց մենք ունենք մեկնության երկու ճանապարհ։ Եկեք առանձնացնենք քաղաքական հեքիաթ կոչված ենթաժանրը, որը արդեն հիմնականում հեղինակային է, ինչպես դուք նշեցիք, արդեն ոչ թե Թումանյան, նույնիսկ ես կասեի Դեմիրճյանի Քաջ Նազարը, եւ հնարավոր է ցանկացած հեքիաթի քաղաքական մեկնություն։ Նույն ձեր ասած այդ թագի ժառանգաբար անցնելը եւ այլն, քանի որ հեքիաթները շատ հին վաղնջական պատմություններ են, ես կարծում եմ հիմնականում խոսքը գնա հենց այդ ժառանգական սկզբունքի մասին, թագավորից որդի անցնել եւ առանձին դեպքերում հերոսը, որը շատ խելացի է, շատ հնարամիտ է, շատ խիզախ է, ինչ որ կերպ արժանանում է գահին։ Մեկ ուրիշ բան էլ կա, որ պետք է զգուշ լինել, միշտ չէ, որ երբ հեքիաթում նշվում է թագավոր եւ թագուհի, պետք է իսկապես հասկանալ թագավոր եւ թագուհի, ըստ էության, քանի որ հրաշապատում հեքիաթը եւ հենց ժողովրդական հեքիաթը գերադրականի պատում է, այսինքն ամեն չափազանցված է, ծառայողության հասցրած, շատ նման մանկական այդ ամպիչափ սիրելուն։ Երբ հեքիաթների մեծ մասը սկսվում է, չէ, լինում է չի լինում մի թագավոր կամ ժամանակին կար ժուկով ժամանակով այսպիսի թագավոր, պարտադիր չէ, որ մենք հասկանանք թագավոր, դրանք գլխավոր հերոսներն են, այսինքն կայացած ուժեղ
իշխանավոր եւ ոչ պատտատիր կերպով թակավոր եւ թակուի, իսկ այդ թրջնի իջելը, թրջունի իջնելը եւ ընտրելը, այստեղ երկուսն էլ կա, եւ այն, որ թրջունը ընտրում է, եւ այն, որ ըստ էության այո վերևից իջնող որոշում է սա։ Դառնալով Քաչնազարին, կարծում եմ այս հեքիաթի քաղաքականացված բնույթը մի քիչ չափազանց է, ինչու, որովհետեւ ինքներդ նշեցիք Թումանյանը օգտվել է տարբեր փոփոխակներից, պատումներից, այո, եւ ինքը այդպես էր պատկերացնում եւ ճիշտ էր պատկերացնում հեքիաթի մշակումը, եվրոպական տարբերակները այս հեքիաթի առանձնապես քաղաքականացված չեն եւ խոսք է գնում ընդհանրապես սոցիալական շատ ցածր դիրք ունեցող մասնագիտության տեր հերոսների, կոշկակարներ են, դերձակներ են, ընդ որում շրջիկ դերձակներ եւ կոշկակարներ եւ այս հեքիաթները փորձում են նրանց բարձրացնել, որ անգամ խեղճը կարող է այդպիսի բախտի արժանանալ։ Մեր մշակույթում շնորհիվ բացառիկ հեղինակային տարբերակների շեշտը տեղաշարժվել է, տեղափոխվել է այդ դեպի այդ չարդարացված գրավելը, հասնելը իշխանության, եւ սա ունի իր պատճառները, իհարկե, նախ որ հեղինակային տարբերակներն են ավելի հայտնի, քան ժողովրդականը, անշուշտ Թումանյանի Քաչնազարը ավելի հայտնի է, քան ժողովրդական մի քանի տարբերակներ, այդ թվում Գարեգին Սրբազանցի գրի առած Դժիկոն հեքիաթը, որ խեղճ ու կրակ մի մարդու մասին է, որի կինը հեքիաթի լեզվով ասած լաչար է, եւ ինքը գլուխն առնում հեռանում է։ Շեշտադրումը դարձյալ գահին հասնելու մասին չէ, իշխանության, այլ էս մարդու անհույս վիճակը։ Չմոռանանք, որ Թումանյանից 1 տարի առաջ Իսահակյանը գրում է Աղա Նազարը, շատ հյութեղ, հրաշալի մի հեքիաթ, եւ այստեղ էլ կա այդ իշխանության հասնելու անարժան մարդու ծաղրելը։ Գրիմների տարբերակը, որ կոչվում է քաչդերձակը, գրեթե բոլորովին չունի այս շեշտադրումը։ Եվ իհարկե Գագաթը այս քաղաքական արդեն Քաչնազարների, Դերենիկ Դեմիրճյանի Քաչնազարն է, որ արդեն անխոս կարելի բնորոշել որպես քաղաքական հեքիաթ իր բոլոր օրինաչափություններով։ Իդեպ հայկական ժողովրդական հեքիաթը իր խորհրդանիշներով, իր խորհրդապաշտությամբ ավելի արևելյան ժողովրդական հեքիաթների միստիկային է նման, թե արևմտյան հեքիաթներին, որտեղ հերոսները շատ գործողությունների գնով են կերտում իրենց ճակատագիրը, իրենց կյանքը, կամ գուցե կամուրջ է արևելքի եւ արևմուտքի միջև։ Երևի ավելի շուտ վերջինը, ըստ էության այն հեքիաթները, որ մեզ ծանոթ են, լինեն դրանք հայկական, ռուսական, գերմանական, թե ֆրանսիական, կարելի է մի եզրով բնորոշել։ Սրանք հնդեվրոպական մշակութային տիրույթի հեքիաթներ են եւ ունեն աներևակայելի թվով ընդհանրություններ։ Բայց իհարկե հեքիաթի աշխարհագրությունը շատ բաներ չի որոշում, բայց որոշ բաներ իհարկե որոշում է, ինչպես հայկական հեքիաթի պարագայում, իդեպ հայկական հեքիաթի աշխարհագրությունն էլ շատ բարդ է, որովհետև հայ ժողովրդական հեքիաթը միայն Հայաստանի տարածքում ծնված եւ ձևափոխված հեքիաթները չեն, իհարկե հայ ժողովրդական հեքիաթներ կան գրառված Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Լիբանանում, այսօրվա Թուրքիայի տարածքում, որտեղ ասես Վրաստանում, Ջավախքի գյուղերում, այսինքն իր հեքիաթի աշխարհագրությունը անհամեմատ ավելի մեծ է, քան այն երկրի տարածքը, որի անունով այդ հեքիաթները կոչվում են։ Ես նկատի չունեմ միայն Հայաստանի աշխարհագրության փոփոխությունը, այլև հայերի ներկայությունը։ Հայ ժողովրդական հեքիաթ նշանակում է հեքիաթներ, որոնք պատմվել են հայ պատմողի հեքիաթասացի կողմից, որը կարող էր գտնվել որտեղ ասես, հատկապես եթե այնտեղ կային լսող համայնքներ, հայալեզու, ընդ որում ոչ միայն հայալեզու։ Մենք ունենք հայ ժողովրդական հեքիաթներ, որոնց հայալեզու տարբերակները պարզապես չեն պահպանվել, որովհետև դրանք գրի են առնվել այն երկրի լեզվով, որտեղ պետք է հրատարակվեին, այսինքն իրենց թիրախային խումբը դիցուք թե ամերիկացիներն էին կամ նահանգներում բնակվող հայերենին ոչ այնքան լավ տիրապետող հայեր։ Սա երևույթ է, որ բնորոշ է
առանձին մշակույթների, այն մշակույթների, որոնց ներկայացուցիչները ավելի մեծ թվով գտնվում են երկրից դուրս, քան իրենց մայր երկրում։ Օրինակ շոտլանդական հեքիաթները, իռլանդական հեքիաթները, որ ունեն նման առանձնահատկություն, ուղեկցող թերություններով եւ առավելություններով։ Որն է առավելությունը։ Առավելությունը այն է, որ այ ժողովրդական հեքիաթը այստեղ թարգմանության մասին չէ խոսքը, այլ գրառված լինելու եւ հրատարակված միայն ունի նաեւ դարալեզու միջավայր, ինքը ոչ միայն հայերեն կա, հիմնականում իհարկե հայերեն, այլև այլ լեզուներով։ Իռլանդական եւ շոտլանդական բավական մեծ թվով հեքիաթները, որոնք ինձ ծանոթ են, հիմնականում անգլերեն են։ Ну, բայց սա մի փոքր ուրիշ խնդիր է, որովհետեւ ժամանակակից Իռլանդիան եւ Շոտլանդիան խոսում է գլխավորապես անգլերեն։ Այստեղ մենք հսկայական առավելություն ունենք եւ ոչ մի դեպքում չպետք է նահանջենք։ Հայկական հեքիաթը իհարկե պետք է լինի հայերեն առաջին հերթին։ Նշածս բաները բացառություններ են ավելի, քան օրինաչափություն։ Հեքիաթագետները նաև ասում են, որ հեքիաթի բանավոր փոխանցման դժվարություններ կան։ Հեքիաթներ հորինվում են, բայց դրանք չեն փոխանցվում բանասացությամբ։ Ցանկացած բան, որի կարիք այլևս չկա, չի կարող գոյատևել, գուցե մի փոքր կոպիտ մոտեցում է, բայց ինչպես կարող է այսօր լինել որևէ պատումի բանավոր փոխանցում, եթե ցանկացած ստեղծագործություն, որ մենք ստեղծում ենք, գրում ենք, մենք անմիջապես հանձնում ենք ավելի հուսալի միջավայրի, քան մեր հիշողությունն է, դա թուղթն է, դա համակարգիչն է, ու տարիներ, տասնամյակներ առաջ տպագրական գրամեքենաներ։ Բանավոր հեքիաթասացությունը կար եւ ողջ էր այնքան ժամանակ, քանի դեռ ազգաբնակչության մի մասը գրագետ չէր։ Այստեղ կար ֆանտաստիկ պարզապես հիշողության, որպես ունակության հնարավորություն, կարողություն։ Այսօրվա մարդը իր հիշողությամբ պարզապես չի կարող համեմատվել, ենթադրենք իմ սերնդակիցների, մեծ ծնողների, տատիկ-պապիկների հիշողության ծավալով չի կարող համեմատվել եւ վախենամ, որ այդպես է նաեւ շարունակվելու իմ ուսանողների հիշողության ծավալը բանավոր խոսքի չի կարող համեմատվել իմի կամ իմ ծնողների հետ, որովհետեւ իրենք չունեն դրա կարիքը եւ հիշողությունը հանձնում է ամեն ինչ համակարգչին, հեռախոսին, ես չունեմ երիտասարդ գործընկերներ, ծանոթներ, որոնք կարող են հեռախոսի համար հիշել։ Իմ ծնողները կարիք չունեին իրենց մտերիմների հեռախոսահամարները գրի առնելու, իրենք հիշում էին։ Այսինքն մենք հիմա հեքիաթի մասին ենք խոսում, բայց խոսքը ավելի հիմնարար եւ ինչ որտեղ սպառնալից երևույթների մասին է։ Մենք ունենք, կարող եմ ասել, կոլեկտիվ ամնեզիայի ինչ որ դրսևորում, որովհետեւ մենք հանձնում ենք ինչ որ մի նյութի։ Հեքիաթասացները արհեստավար կարող էին ժամերով հեքիաթ արտասանել, հեքիաթ պատմել։ Ռուսական մի հեքիաթ կա, որ լայն տարածում է գտել, Կուրочка Ряба։ Հեքիաթը սկսում է նրանով, որ հավը ածում է ոսկե ձու։ Եվ թվում է պետք է տատիկն ու պապիկը շատ ուրախ լինեին, ունենալով ոսկե ձու, մինչդեռ սկսվում է չարչարանքն ու լացը։ Նախ տատիկն է չարչարվում, որ ջարդի ձուն չի ստացվում, հետո պապիկը, հետո պատահմամբ մուկիկը անցնում է, պոչով խփում է, ձուն ընկնում է, ջարդվում է եւ հիմա էլ սկսվում է լացը։ Լացում է տատիկը, լացում է պապիկը, թվում է պետք է որ ուրախ լինեին, քանի որ քիչ առաջ չարչարվում էին ջարդել ոսկե ձուն, բայց հիմա լացում են։ Եվ պարզվում է, որ ռուսական կոլեկտիվ անգիտակցության մեջ ոսկե ձուն ասոցացվում է մահվան հետ։ Եվ նույնիսկ տեսակետ կա, որ Ռոմանովների ընտանիքի դժբախտությունները սկսվեցին, երբ Ֆաբեժեն սկսեց թագավորական ընտանիքի համար ոսկե ձու պատրաստել եւ նույնիսկ հանգեցրեց շատ ողբերգական վախճանի։ Հետաքրքիրն այն է, որ ոսկե ձուն փաստորեն համարվում է մահվան սիմվոլ, իսկ սովորական ձուն կյանքի խորհրդանիշն է կրում, ի վերջո հարության տոնին քրիստոնյաները միմյանց ձու են նվիրում։ Ինչու է այնպես ստացվել, որ ոսկե ձուն խորհրդանշում է մահ եւ ողբերգություն։
Ես մի բան կարող եմ ասել, գոնե իմ հետազոտական փորձը ցույց է տալիս, որ համեմատել հեքիաթային խորհուրդները, հա, հեքիաթում գործող ռեալիզացվող սիմվոլները հեքիաթից դուրս եղած սիմվոլիկայի խորհրդաբանության հետ, ինչպես ասենք, ծվի խորհրդանիշը առհասարակ, որ իհարկե ոչ միայն ռուսական մշակույթում, այլև այլուր կյանքի խորհրդանիշն է, իդեպ ծուն կարելի է հասկանալ շատ լայն, մենք պատկերացնում ենք անպայման թռչնից ու երկիր մոլորակն է, երկիր մոլորակը, կյանքի սկիզբ, արարման սկիզբ։ Բնականաբար ոսկի ծուն չի կարող կյանք խորհրդանշել, որովհետև սա իսկական ծու չէ եւ ինչ որ տեղայում մեռած ծու է, մանավանդ Ֆաբերժեի ծվերը, բայց ոսկի են։ Այո, շատ բարդ եւ հետաքրքիր է Ֆաբերժեի ռուսական արքունիկի փոխառնչությունները առհասարակ ֆրանկո-ռուսական փոխհարաբերությունները, որոնք շատ ավելի խորն էին, քան եվրոպական ցանկացած այլ երկրի հետ Ֆրանսիայի առնչությունները, մինչև հեղափոխություն ռուս արիստոկրատիան ազնվականությունը որպես մայրենի լեզվին հավասար ֆրանսերեն էր խոսում, անգամ Նապոլեոնյան արշավանքի ժամանակ։ Սա կնշանակի, որ փոխներթափանցած մշակույթ էր ֆրանսիական այստեղ եւ միայն Ֆաբերժեով չէր դա որոշվում։ Սա ուսումնասիրվելիք բան է, սրանք պատմական բաներ են։ Հիշենք մի կարևոր բան էլ, ռուսական արքունիքում միապետները եւ թագուհիները հազվադեպ են եղել հենց ռուսներ, անգամ սլավոններ, հա, Ռամանովները գերմանացիներ էին, ինչպես եւ եվրոպական շատ արքունիկների ներկայացուցիչները եւ իրենք ազգակցական շատ սերտ կապեր ունեին, գիտեք, Անգլիայի թագավորի հետ, բայց վերադառնանք հեքիաթին։ Ես այս փոքրիկ, շատ գեղեցիկ հեքիաթին կմոտենայի մի փոքր այլ տեսանկյունից։ Ոսկեծու կա նաև այլ հեքիաթներում։ Կա այսպիսի կերպար ոսկե ծվեր ածող սագ, որը ծու չի ածում, այլ ծվեր։ Կա ոսկե դրամներով արտաթորող տիկնիկ, այսինքն ինչ որ հրաշալի կախարդական գերբնական միջամտությամբ ոսկի տվող փող ապահովող թռչուն կամ տիկնիկ, ընդ որում այս դեպքում հասկանալիորեն ոչ տիկնիկն է իսկական տիկնիկ, ոչ էլ թռչունն է իսկական, այլ ինչ որ մի սարք է, կարծես science fiction-ից, հա, գիտաֆանտաստիկ տիրույթներից գաղթած դեպի հեքիաթ։ Տխուր մի բան կա, որպես կանոն եւ այդ թռչունը եւ տիկնիկը հայտնվում են չքավոր մի ընտանիքում եւ բերում սրանց բարեկեցություն։ Ռուսական այս փոքրիկ հեքիաթում, որը հնարավոր է պարզապես նման հեքիաթներից մի դրվագ է անջատվել եւ հարմարեցվել մանուկ ընթերցողների համար, մանավանդ այնտեղ հանգավորում կա, ռիթմ կա։ Այս ընտանիքը, այդ տատիկն ու պապիկը շատ մեղք են, խեղճ են, որովհետեւ իրենք չգիտեն ոսկե ծվի հետ վարվելու կարգ։ Իրենք երբեք փող չեն ունեցել։ Եվ կա այսպիսի մի բան, չքավոր մարդը, երբ իր ձեռքը փող է ընկնում անգամ շատ, ինքը պարզապես կամ կորցնում է դա անմիջապես, կամ հենց իրեն ինչ որ դեստրուկտիվ գործողություններ է կատարում եւ վնասում իրեն։ Ես ուզում եի հարցնել, այդ տիկնիկը կամ սագը, որ ոսկի են տալիս, արդյոք երջանկություն են բերում տերերին։ Դե տեսեք հրաշապատում հեքիաթում, իսկ կուրիչկրյաբանը չի կարելի այդպեսին համարել, ինքը շատ կարճ է, այստեղ հրաշապատումը չի էլ կարող դրսևորել։ Մի տեսակ անճարակ մարդիկ են, որոնք սկսենք այնտեղից ինչու էին ուզում իրենք ծուն ջարդել։ Ծվածեղ անել միգուցե։ Դե, բայց ոսկե ծվից ծվածեղ չեն անում, եթե ընդունենք ձեր ասած, այսինքն միևնույն է, իրենց համար ծու ունենալը արդեն իսկ լիության իրավիճակ է, լիության գաղափար է եւ ունենալով ոսկե ծու, որով իրենք կարող էին գնել հազարավոր ծվեր, իրենք միևնույն այդ ոսկե ծուն են ուզում ջարդել։ Դրա համար վերջաբանը, որ առակի վերջաբանը հիշեցնում, խրատ է, հա, մողալիտ է, ասում է ծվիկ ծվեղեն, էլ չի լինի ոսկեղեն։ Այսինքն մեկ որ դու քո այդ քեզ տրված հնարավորությունը բաց ես թողնում, ինքը այլևս չի կրկնվի։ Մինչդեռ թակավոր կերպարներ կան, արքունի կերպարներ, որոնք ունեն ոսկե
մորթով ավանակ, իրենք ունեն ոսկե ծվերածող ինչ որ մի կենդանի եւ իրենք փայփայում են եւ պահում են, այսինքն իրենք գիտեն ոսկու գինը, ոսկու հարգը, հա։ Այս խեղճ ու կրակ մարդիկ ուղղակի չգիտեն եւ անփութորեն ընտրված են այո այդ մկնիկի կերպար, այսինքն ամենաթույլ, ամենափոքրիկ աննշան կերպար, որը կարողանում է վերջ դնել այս կարճատև երջանկությանը։ Եվ մի կարևոր բանի մասին էի ուզում խոսել, հեքիաթագիրները ցավով հայտնում են, որ հրաշապատում հեքիաթներն իրենց տեղը զիջում են իրապատում հեքիաթներին, իսկ կենթանական հեքիաթներ ընդհանրապես գրեթե չեն ստեղծվում։ Ինչու է մեր ժամանակներում հրաշապատումը զիջում իրապատումին։ Արդյոք կարելի է ենթադրել, որ հրաշքը զիջում է փաստին։ Պետք է ընդունել, որ շատ բաներ եւ հասարակության մեջ, եւ աշխարհում առհասարակ եւ ընդ որում նաեւ բուսական եւ կենթանական աշխարհներում շատ բաներ իդեպ հեքիաթագիտությունը փոխ է առնում եզրեր կենսաբանությունից, ինչպես ժամանակին արեց Վլադիմիր Պրոպը, խոսքը ոչ թե տեղը զիջելու մասին է, այլ փոփոխությունների մասին է։ Ամենահամոզիչ տեսություններից մեկը տրանսֆորմիզմի սկզբունքն է։ Եվ այս սկզբունքով են շարժվում եւ զարգանում նաեւ ժանրերը, այդ թվում նաեւ հրաշապատում հեքիաթը չի կարող ինքը նույն իր կերպով, իր ձևով, ինչպիսին մեզ հաճելի է եւ կա կոնսերվացված մնալ, հրաշապատում հեքիաթը գուցե ինչ որ դեպքերում վերածվի իրապատում հեքիաթի, իսկ դա կարելի է տեխնիկապես շատ հեշտ անել, պարզապես գերբնականի հրաշալի տարերից իրեն մաքրել, զտել եւ դուք կստանաք իրապատում։ Մեծ հաշվով ինչ ուղերձներ են կրում ժամանակակից հեքիաթները եւ արդյոք բարին ու չարը նույնն են, ինչ հին հեքիաթներում։ Դուք էլ նկատած կլինեք, որ ինչ որ մի շիֆտ տեղաշարժ է եղել, բաներ կան, որ կարող են նույնիսկ կորուզեն հետո ինչ, թեկուզ այդպես։ Բաներ կան ֆունդամենտալ հիմնարար արժեքներ, որոնք այսօր հարցականի են ենթարկվում, սրանք իհարկե պայմանավորված են սոցիալ, պատմական, տնտեսական փոփոխություններով, իդեպ ամենաշատը պայմանավորված են ընթացող պատերազմներով, որովհետև երբ լինում է կոլեկտիվ չարիք, երբ լինում են ոչ թե պատահական կամ առանձին կամ անհատի մակարդակում դժբախտություն, այլ համայնքի մակարդակում, համայնք ասելով դա կարող է լինել երկիր, կարող է լինել տեղանք, երբ ժողովրդական խոսքը հիշեք հացը թանկ է մահը էժան, այս սիտուացիայում բնականաբար պետք է հարցականի տակ դրվեն բոլոր այն բաները, որոնք որոշում են բարու եւ չարի սահմանները։ Մենք շատ հանգիստ չէ ամեն օր լսում ենք այ պատերազմի քրոնիկաները, որ այսքան մարդ է զոհվել եւ այլն, եւ իսկապես մահը էժանացել է։ Այդպես է միշտ պատերազմների ժամանակ, համաճարակի ժամանակ, ընդ որում որևէ մեկը չի ստանձնում մեզ սփոփելու առաքելությունը, գոնե կես խոստանալով, որ այս ամենը ավարտվելու է, ավարտվելու է, այո։ Եվ մեղադրանքները, որ կհիշեք պատերազմի ժամանակ Արցախյան եւ անմիջապես հետո, որ մարդիկ գնում են սրճարանները, ուրախանում են եւ այնպես, սա անհաղորդություն չէ հիմնականում, ոչ էլ անմասնակից լինելու, ոչ էլ հիմարության կամ թանձրամտության դրսևորում է, սա ողջ մնալու եւ տեսակի պահպանության հարց է։ Սա ճարահատյալ ուրախանալու, եթե այդպեսի բան կա։ Ինքն իրեն ապրեցնելու, որովհետև կա ծայրահեղան վստահություն վաղվա օրվա հանդեպ։ Լինում են ժամանակահատվածներ, երբ կա այդ վստահությունը, որքան էլ այն պատրանք լինի։ Բայց մենք առհասարակ պատրանքներով ենք ապրում։ Ես որտեղ էլ հայտնվում եմ ինչ որ կերպ Հարի Փոթերի ուրվականը լավ բառ չէ, շուքը ինձ հետ է, դրա համար ես ուզում եմ մի մեջբերում անել այս գրքից, Վիպաշարից, այնտեղ կար կենտավրոս կերպար, մարդածի, եւ նա արհամարում էր մարդկային ցեղը, ասելով, որ մարդիկ այնքան անմիտ են վարվում իրենց կյանքի հետ, ըստ էության մարտարարածը ապրում է երկու պատերազմների արանքում գոյացած ընդմիջման ժամանակ։ Սա ասում է կենտավրոսը, Ռոլինգի ստեղծած հերոսը, բայց ուշադիր լինենք մարդկանց
այս մասին ասում է կենթանին կամ մտածածին արարածը։ Կենտավրոսը ենթադրաբար գոյություն չունի, հա։ Այսինքն էլ ավելի ցնորքի վերածելով մեր կյանքը երկրային եւ մեր պատկերացումները կյանքի մասին։ Այսինքն մենք ապրում ենք ընդհատումներով, մենք շնչում ենք ընդհատումներով, մենք ապրում ենք պատերազմից պատերազմներ, որոնք մեզ պարտադրել են կարծես թե ինչ որ անհայտ զորավոր մարդիկ կամ գուցե ոչ մարդիկ, չգիտեմ, որովհետև իրենք կորցրել են իրենց մարդեղեն բնույթը, ինչպիսի նկատառումներ ունենան։ Այո, շատ շնորհակալ եմ, շատ կարևոր, շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ շնորհակալ։ Երբ երեխաներից մեկին մի առիթով խնդրում են հեքիաթ պատմել, երեխան զվարճանում է, լինում է, չի լինում, դե որ չի լինում, էլ ինչ շարունակեմ։ Մինչդեռ հարցն այն չէ, եղել է, թե չի եղել։ Հեքիաթը մեզ հրավիրում է խոսելու, մտածելու հնարավորության մասին։ Շնորհակալություն, կհանդիպենք։